Եթե որևէ նախկին իշխանություն սխալ է արել ձեր գնահատմամբ, 7 տարի ամբողջական իշխանություն եք, ի՞նչն էր խանգարում ձեզ անել։ Նենց էլ ասում եք, քիչ եք ճանաչել, դա է բերել հանձնման, ոնց որ եթե ճանաչած լինենք, դա ձեզ խանգարելու էր։ Ասենք Կիրանցի կադաստրները ձեզ խանգարեցին բան անել, զորքերը ետ քաշել, ձեզ որևէ բան խանգարելու էր ընդհանրապես, ճանաչած էլ լինենք, նույն արդյունքն եք դուք ունենալու։ Բայց հիմա ես երկու հարց ունեմ, եւ ուզում եմ անդրադառնալ նախ Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթղթին ու այդ կետերին։ Իսկապես շատ པարզ հարց եմ ուզում տալ։ Դուք հայտարարում եք, 2 ամիս առաջ հայտարարեցիք, որ Ադրբեջանի հետ փաստաթուղթը կետերը համաձայնեցված են, եւ հիմա էլ հայտարարեցիք, որ միայն հայտարարությունը անգամ չկնքումը մեր անվտանգությունն որոշակիորեն նպաստել է։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի ապակառուցողական ու ավելացող պահանջները մի կողմ եմ թողնում։ Պարզ հարց եմ ուզում տալ։ Սյունիքում ինչի են 2 ամիսա կրակում։ Ոնց եք դուք բանակցել, համաձայնեցրել փաստաթուղթ, հիմա էլ ասում, որ ավելի առաջ եք գնացել անվտանգության ապահովման գործում, եթե ավելի լավ վիճակ էր այդ հայտարարությունից առաջ, քան հիմա անվտանգության ապահովման գործում։ Սյունիքում 2 ամիսա շուրջ ինչի համար են կրակում, Ադրբեջանը ի վերջո ինչի է ուզում հասնի դրանով, դուք այդ կրակոցները ինչով ասես բացատրեցիք դրոշ վառելուց սկսած մինչև տարբեր բաներ, հիմա այս վերջին օրերին բան չի կատարվում, մեկա կրակում են, ու այս կոնտեքստում ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը կոնկրետ տեղանք նշելով խոսել են վտանգի մասին։ Ես ուզում եմ հասկանալ, դուք ավել տեղեկություն ունեք Ադրբեջանից գուցե ստացված կամ որտեղից, որ վտանգ չի սպառնում ու այս գործընկերներին կոմունիկացիա տեղի չունեցել, թե իրենք ավել տեղեկություն ունեն, մեզ են զգուշացնում, դուք եք դա թաքցնում, որտեղ է այստեղ ճշմարտությունը։ Այս հարցին բուն հարցը Ադրբեջանը ի վերջո, եթե համաձայնեցված է, գնում եք խաղաղության, ինչու է կրակում։